Այս համոս պիտի կարդամ և աղոթքով գամ Տիրոջը, խնդրելով Աստծո օրհնանքը մեր ամենի վրա։ Ես հաճախ ասում եմ Տեր, օրհնիր ինձ, որ քեզ փառավորեմ, օրհնիր Տեր, որ խոնարհվեմ, օրհնիր, որ ծառայեմ, օրհնիր, որ մեծարեմ քեզ, օրհնիր, որ կյանքս ամբողջությամբ քեզ տամ Տեր։ Օրհնությունը սրանում է կայանում, ոչ թե օրհնիր Տեր, որ ես լավ ապրեմ,
հարուստ լինեմ, առողջ լինեմ, այդ Տեր օրհնիր, որ միայն ես քեզ պատկանամ, Տեր։ 148 Սաղմոս։ Օրհնեցեք Տիրոջը երկնքիցը, օրհնեցեք նրան բարձունքումը, օրհնեցեք նրան, ով նրա ամեն հրեշտակներ, օրհնեցեք նրան, ով բոլոր զորքեր, օրհնեցեք նրան, ով արեգակն ու լուսին, օրհնեցեք նրան, ով ամեն լուսավոր աստղեր, օրհնեցեք նրան, ով երկրից երկինք, և ջուրեր, որ երկնքի վրա է, թող Տիրոջ անունը օրհնեն, որովհետև նա հրավայեց և նրանք ստեղծվեցան, և նրանց կանգնեցրեց մինչև հավիտյանը Սավետենից կանոն դրավ, որ չի խափանվի, օրհնեցեք Տիրոջը երկրիցս, ով վիշապներ և ամեն անդունդներ, կրակ և կարկուտ, ձյուն և ծուխ և մրիկ քամի, որ նրա խոսքը կատարում եք, սարեր և ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր և ամեն մայրի ծառեր, կենդանիներ և ամեն անասուններ, սողացողներ և թևավոր թռչուններ, երկրի թագավորներ և ամեն ազգեր, իշխաններ և երկրի ամեն դատավորներ, երիտասարդներ և աղջիկներ, ծերեր, տղաներով միատեղ, օրհնեն Տիրոջ անունը, որովհետև միայն նրա անունը բարձր է, նրա փառքը երկնքից և երկրից վեր է, և նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր ամեն սուրբերի Իսրայելի որդկանց, իր մոտի ժողովրդի օրհնությունը, ալելույա, փառք Տիրոջը եղբայրներ ու իրեր։ Մենք այստեղ ենք հարազատներ, որ իրոք օրհնենք։ Ինչպես որ Սաղմոսում գրված է, որ ամեն ատեն օրհնեցեք Տիրոջը, ամեն ժամանակ գոհացեք, ամեն ժամանակ փառք տվեք Տիրոջը, լինի նեղություն, լինի լայնություն, լինի հալածանք, լինի օրհնություն, օրհնեցեք Տիրոջը։ Աստված մեզ կանչել է հարազատներ, նրան փառաբանելու համար, գոհանալու համար, նրան մեծարելու համար։ Մենք այստեղ տարբեր ընտանիքներով հավաքվել ենք մեկտեղ և մենք ոչ թե տարբեր ընտանիքներ ենք հիմա, այլ մեկ ընտանիք ենք։ Նրա ընտանիքն ենք, նրա տղաներն ու նրա աղջիկներն ենք։ Կանգնենք ոտքի հարազատներ, եթե հայտներով հնարավոր է հայտներով, օրհնենք Տիրոջը։ Շնորհակալ եմ մեր երկնավոր Հորից, Տիրոջից, որ նորից իրար հետ ենք։ Շոպա աղբերը շատ լավ բան ասեց։ Մենք մի ընտանիք ենք։ Տարբեր ընտանիքներից, բայց մի ընտանիք ենք, տարբեր ազգերից, բայց ելի նորից մի ընտանիք։ Ունենք մեկ հայր։ Ես ուզում եմ մինչև խոսքից իմաստը ասել եմ, մի վկայություն անեմ, այդ վերջերս մեծ տվես իրա աղբոր տվի մար մեքինա է դարը, ուջուր, էլեկտրական, ուլտով։ Ատը ուրեմ նստեցրել է, որ երեխուն քշի, մեկ երեխեն լացմա, երկու տարեկան չկա, կարի 7 ամսակի։ Լացմա, չի համաձայնվում, որ իրան քշեն մանտան, չի ուրախանա, որ մեքենա ունի։ Ասում է կուլտը տվեք, ես պիտի քշեմ։ Նստած նայել եմ, ասում եմ, մի մատ երեխեն ոչ մի բանով չի գոհանում, չի ուրախանում, բացի իրա ուզած անելուց։ Օրինակ մարդկային հոգին այդ արակը ունի իրա մեջ, ուզում ես եղի դու, ուզում ես լինի կողքինը կամ ես։ Ես էդ ինչի համար հիշախ է ասի, որ դեր մեր պատերազմը, մենք շատ անգամ սխալ ենք,
վարել, սխալ ուղղությամբ, փոխանակ մեր ներսի թշնամու հետ պայքարել, դրսինների հետ ենք պայքարել, դրսիններին ենք սարքել մեր թշնամու։ Հիշում եք, չէ, այնտեղը, որ Հիսուս մի անգամ քարոզի ժամանակ ժողովրդի միջից մեկն ասում է վարդապետ, ինչ կլինի, այդ աղբորս ասա, թող մեր ժառանգությունը իմ հետ կիսի։ Հիսուսն ասում է ով մարդ, նա ով է անձիձերվել են դատավոր կամ բաժանարար կարգել։ Հիմա ոչ մեկ չի կարա դատի կամ ինչ-որ եզրակացություն տա մեր կյանքում, բայց կամ մեկը իրավունք ունի ու ինչ է սովորացնում։ Ու Հիսուս այդ մարդուն ասում է դուք զգույշ մնացեք ագահությունից, որտեղ մարդու ունեցվածքի ավելանալուց կախված չի նրա կյանքը։ Հետո պատմում է Անմիտ հարուստի առակը, ես չեմ ուզում խորանամ, ուղղակի ուզում եմ ակերեսուրեն պատկերացնեմ, մեր պատերազմը ում դեմ է։ Ուզում ասի իմ աղբեր, եթե դու ու քո աղբերը ագահ չլինեիք, ձեր ժառանգությունը կիսելու հարցում խնդիր չէիք ունենա, ու երրորդ մարդու կարիք էլ չէիք զգա։ Հիսուս մարդու միտքը ուղղում է իր ներսը, թշնամիտ ներսը տա, ոչ թե աղբերը տա։ Հիմա իմ խոսքի ամբողջ իմաստը լինելու է դա։ Հիշում եմ տարիներ առաջ հորեղբորս տղեն, որ մահացել է, մասիվից էլ ինքը ջերվեժից պետքա բերեինք մեր խաղային։ Ուրեմ սքոս հրահից, որ հետանք նստակատախարիկեն կողքը, որ ճանապարհը ցույց տա։ Հմետ վարորդը պապիրոս վարեց մի հատ, ինձ ասում է հո նեղություն չեմ տա, քեզի որ ծխեմ, ես էլ դատակ չի մարդել։ Ասի, ես դրանից ազատ եմ իմ աղբեր, աղբորս էլ հեչ վեջը չի, ծխում ես ծխի, քեզ ես վնաս տալու։ Ասեց հոգևոր ես, ասի հա։ Ուրեմ ամբողջ ճամփեր մենակ ինքն է խոսացել, ես մեկ ուղում եմ անում, բացատել եմ բողոք, ես ասում։ Հասանք աշտարակ, որ դուրս են գալիս իշխանցի կողմ գերեզմանների մոտը, որ արդեն վերջացրեց էլ չի խոսել։ Հմի ամբողջ ճամփին, բայց Սուրբոքին ասում է իրան բացատելի, թե դուք խի եք, իրար քույրիկ եղբայր ասում։ Հմի ասում եմ իմ աղբեր, ասում եմ, երբ որ Հիսուսի աշակերտները Հիսուսին ասում մեզ աղոթանել սովորացրել, Հիսուսն ասեց աղոթելուց ասեք հայր մեր, որ երկնքում ես։ Ասում եմ, ես որ օրը հասկացել եմ, որ Աստված համ իմ հերն է, համ բոլորի հերն է, կարող է քո հետ եղբայրով խոսամ մյուսի քույրիկով, ես մարդը ռոլը թողեց երկու ծերով խփեց չոքերին, գույնը սպիտակավ, վախ ասում եմ, ես ասում առաջ մեծ մեղ եմ գործել, որ ձերս խցի ռոլը ես բեռնի, ասում եմ, հլը հանգստացի, դեմդ նայի, տնան ինչ հայրել է, ինչ ես տենց վատացար, ասում եմ, ես էլ էդ հավատացյալներին ասում եմ, ձեր բաբաներն ու մամաներն էդ ինչ փչացածներ են, որ դուք իրար քուրու աղբեր եք գալիս, ուրեմ դրա մանեք իրար քուրու աղբեր ասում։ Ասում եմ, հա, բայց չի մարդու կարծիքով, ասում եմ, ես էլ քֆուր տալով հավատացյալներին դրել էի փչացածների տեղ։ Հմի ասում եմ, Աստված ընձիկների, ասում եմ, որ չես հասկացել, ասել ես, չի էր նեղադրել, ներելա, ետ չասես, ասեց ելուր ասել։ Հասան գյուղ, որ մարմինը հանին դարգաղ ավտորից պետի հետ էթա, հմի երկու ձերով կպերն են ծուրաղ, հետևացած բարևատակ, հրանտ եղբայրն ասես ճամպի բանես ասել, բացատելել եմ, թե մենք խի ենք, քույրիկ եղբայր ասում իրարի։ Այսինքն մարդիկ անտեղյակ լինելուց շատ բաներ կանեն։ Հիմա Տերը ոսնում ես, ես ուզում եմ մի համարին վրա ուշադրություն դարձնել, ավելի ճիշտ մի դերվար Մատթեոս ավետարանի 13-րդ գլխի մեջ, որոնի առակը 24 համարից, որոնների առակն է, ես ընդհանուր առակը չեմ կարդա, բայց ուզում եմ նայեն 27 համարից։ Ուստի տանտիրոջ տարաները մոտեցան յուբիլեն ասացին, Տերը, չէ որ դուք արդի մեջ բարի սերուց անեցիր, ուրեմն որոմը ուշքի է,
Անիկայել է սավանոց, թշնամի մարդ մելած է, հատիկա, ծարաներ նսին իդեն, հիմա կուզես, որ երթան զանում կարեն, անել սավ ոչ, չլա թե որոմը կաղաց ատենիլ, ծորենն էլ անոր հետ փչացնեք, հրցնեք, իդեք որոմները մի տեսակ հատվություն ունեն, ասմատ, իրանց արմատները պատակում են ծորենի արմատին, որ եթե որոմը քաշես, ծորենիները վնաս տալիս ինքը։ Հիմա արտի տերը ծառաներին ասեց, պետք չի, որ եթար արտը մարգրեք հիմա։ Ասին, ես դրա մեջ գիտեք ինչ եմ ուզում ասեմ, քույրեր եղբայրներ, մենք ինչքան ենք ընգած, լարված, որ եկեղեցու մեջ հենց մարգրություն լինի, շատ լավ է հետի, որ լինի, բայց ոչ ես կարամ, ոչ դու։ Ու արտի տերն էլ ասում, որ չէ, դες բան չանել, թող իրար հետ աճեն։ Ինչի համար իրար հետ աճեն։ Որտև եթե որոմը քաշես, ծորենին էլ վնաս կտաս։ Բոլորդ իշեք, տարիներ առաջ ասենք եկեղեցում, որ բաժանություն էլա, ես ասենք շատեր էլ շփվել եմ, գիտեք իշքան միամիտ շատ պարզ եղբայրներ, որ այդ բաժանությունների ընթացքում միամտորեն ուղղակի բռնել էին այն կողմը, որտեղ որ չէին էլ ուզեն այդ հային, վնասվել էին։ Հիմա տերը օգնում մեզ է, որ մենք Աստծո գործը չվեկալենք մեր վրա, այլ մտածենք մեր մասին, սիրենք իրարի։ Ասենք, եթե երեխեդ հիվանդ չլինի, դու նրան ոնց պետք է հոգ տանես։ Հիվանդը պետք է, չէ, որպեսզի առողջը նրան հոգ տանի։ Ես մի վկայություն էլ ասեմ, շուտ է, մի քանի տարի առաջ հետաքրքիր էր առավոտ ժամանակ, որ հարց եկավ մեջ է Սուրբ Հոգուց, որ 4 երեխա ուներ։ Եթե 4-ից մեկը պատասխանմիտ էր մի քիչ ու դու տենայիր, որ մնացած 3-ը նրա հետ գոռոզաբար են վերաբերվում, վերևից են նայում, քմծի ծաղով, որ իբր թե մենք քեզնից լավն ենք, դու որպես հայր, ոնց կզգայիր քեզ են։ Իմ սիրտը խառնեց ընտանից, երբեք ես այժմ էլ ողբացել եմ Հիսուս ջան, մաքրել ինձ այդ արաբից, այդ հենց այն աղտեղությունն է, որ մեր վրեժախտերը շատ անգամ հիշեցնում էր։ Աղտեղություն եմ համարել, ինչ է, այդ հոգեբանությունն է, քո ինչն է առավել ինձանից։ Կարաս ցույց տաս, ասենք դու հնարավոր է երգել գիտես, դուք նվագել գիտես, ես ոչ մի բան չեմ կարող նվագել, բացի դահորից են տարբեր առարկաների վրա։ Դրանով մեր արժեքը փոխվում է, Աստծո սերը փոխվում է մեր նկատմամբ։ Չէ։ Բոլորդ կհիշեք ժամանակին հիմա ասենք նավազեն շարք տալիս ձմերը ճանապարհներին, սառույցի պատճառով։ Առաջ աղը էին շարք տալիս, այդ աղը երբեք սեղանին չէի դնում, որտեղ ինքը ոտի տակի աղը էր։ Բայց այդ աղը, որ շատ էին տալիս, սառույցը հալվում էր, վթար չէր նա, աղը մայթերին էին շարք տալիս, որ մարդիկ չսայթաքեն են գնեն։ Հիմա եթե համը կորցրած աղը, լավ սեղանի աղ չի, կամ դու ես դարձել այդ աղը, համդ կորցրել էր, այդ ոտի տակի աղը, եթե մտածի, ես ընենց անեմ, որ ընձի տրորողը չսայթաքի, այն մեր տիրոջ ուզած է դիա։ Մեր երկնավոր հոր ուզած է այդ սերնա, որի թեկուզ կես տրորեն, այս դու կեզ ինես պահի, աղոտ կարա, կեզ չաչարով է հալածողի մար, պատճառել ունի տենց ասելով, որպեսի քո երկնավոր հոր որդին լինես։ Համաձայն եք, չէ՞։ Նա բժշկություն անում,
Փառք Տիրոջը։ Ես մի կարճ ուզում եմ մեկնաբանեմ Հովհաննես Առաքյալի 3-րդ թուղթը, որ գրված է Գայոսին։ Տեսեք, ստեղ կա 4 կերպար, որի մասին այս կարճ թուղթը խոսում է։ 15 համար է ընդամենը, ես մինչև 12-ը կարդամ։ Երեցից Գայոս սիրելիին, որ ես սիրում եմ ճշմարտությամբ, սիրելիս, աղոթք եմ անում, որ ամեն կողմանը հաջողես ու առողջ լինես, ինչպես քո հոգիդ էլ հաջողության մեջ է։ Հովհաննեսը գիտեր, որ Գայոսը հիվանդ է, խնդիրներ էլ ուներ, որտեղ ասում է աղոթում եմ, որ ամեն կողմանը հաջողես ու առողջ լինես։ Պարզ երևում է, որ Գայոսը իր սիրելին խնդիրներ ունի ու հիվանդ է։ Բայց նրա հոգին հաջողության մեջ է, ու ինչու՞մն է այդ հաջողությունը, վասնզի շատ ուրախացավ, երբ մի քանի եղբայրներ եկան և քո ճշմարտության մասին վկայեցին, թե դու ճշմարտությամբ կքայլես, ասկի ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ կլսեմ, թե իմ որդիներս ճշմարտության մեջ կքայլեն։ Ով կար ասի, Հովհաննեսը ամուսնացած էր, թե չէ։ Չէ։ Ծամ Պողոս Առաքյալը ամուսնացած էր, որ Փիլիմոնին նամակ է գրում է բանտից, որ գիտես Մոնեսիմոսին, որ ես իմ կապանքներից մեջ ծնել եմ, հետո ուղարկեմ քեզի, որպես ինձ սրտի կտոր, իմ թարգմանության մեջ ասում է, որպես իմ աղիքը, երկու անգամ շեշտում է, որ Փիլիմոն, Մոնեսիմոսը իմ աղիքն է, երևի Պողոսը Փիլիմոնի հետ շատ էր խորհրդակցել, շատ էր խոսացել Եսայա 63:15-ից, այնտեղ որ Եսային ասում է, բա ախր ուր է քո աղիքներիդ կալարվելը, քո ողորմությունները ինձնից արգելվել են արդեն, չէ որ ասում է Աբրահամը մեզ չգիտեր, Իսրայելը չէր ճանաչում, բայց դու մեր հայրն ես են սկզբից։ Ես մի վկայություններ անեմ տարիներ առաջ, գործից եկա, պարկել էի, որ Հանգստանամ, մեկ էլ կնոջս չի չլսված, մի անգամից պարկեցից տեղից, ես չգիտեմ ինչ կատարվել, որ հելա վազա, տեսա մեծ տղես, որ ոտաբոբիկ ջուր անելուց եկել ախալազինի բացի, որ մարոշնի վետալի։ Տոկը բրնել է իրան, մի անգամից միտք եկա, որ ուժեղ հարված է երեխուն թոպով երեխուն տեսկվել էր արդեն։ Բայց իմ ներսի այդ զգացմունքները ես չեմ կարա բացատրեմ, թե ինչ է կատարվում, երբ որ չի չես լսում, դու ծնող ես։ Ու տենում ես երեխեքը տենց ու փառք Տիրոջը, որ այդ միտքը տվեց, ուժեղ խփի թոպով վեց նրանից իրան։ Հիմա Եսային ասում էր, ուր է քո աղիքներիդ կատարվելը, քո ողորմությունները ինձնից արգելվել է, ախր չէ որ այն սկզբից Աբրահամն էլ չգիտեր, Իսրայելն էլ չգիտեր մեզի, բայց դու մեր հայրն ես ու քո անունը մեր փրկիչն է։ Հիմա այդ հայրը ինչ ազգում, երբ որ տենում աստեղ նստած իրա որևէ մի զավակ հիվանդ է։ Ուրախանում եմ, որ դու առողջ ես, ենի հիվանդ է։ Դու իրանից առողջ ես, լավն ես, հա։ Հետի անարգանքա ու սարսափելի բան։ Այդ ինձ են աղտեղությունն է, այն հոտած կեղտ։ Մի ասացիս իմ ասմետի է, Հովհաննեսը ուրախանում էր, որ Գայոսի վրով ու շարունակության մեջ ասում սիրելիս դու հավատարմաբար կանես, ինչ որ կանես եղբայրներին և օտարներին։ Այսինքն Գայոսի համար կապ չուներ եղբայրը եկե, թե օտար իրա տունը։ Որոնք ասում են եկեղեցի առջև վկայեցին քո սիրույթ վրայով, եթե Աստվածը հաջող կերպով զանան ճամփա կդնես, աղիք կդնես, աղիք կդնես։ Այսինքն սիրույթ վրայով, Գայոսը ոչ թե մենակ հյուրընկալել էր, այլ նաև սիրով էր արել դեպ։ Ու համոզմունքը մենակ չէր արել, ընտանիքի հետ էր արել։ Ու ոչ մի քույրիկ կամ էլ ոչ մի երեխա թողած չզգա, որ ինքը չի երևում։ Գայոսի կնոջ անունը գրած չի։
Նոյի կնոջ անունն էլ գրած չի Սուրբ գրքում, բայց գիտենք, որ Նոյի կինն էլ Նոյի հետ էր։ Հիմա տեսեք, նույն Գայոսի մասին Պողոս Առաքյալն է վկայում Հռոմեացիների 16:23։ Ու ինչ է վկայում։ Ասում է բարևառան ձեզի Գայոսները։ Ու ներկայացնում է Գայոսն ով է։ Իմ եւ ամբողջ եկեղեցիի հյուրընկալն է։ Ռուսերեն բառն ասում է «Ստրանա պրիմիերցը», այսինքն օտարականին տուն ընդունողն է։ Ասին չերևացող մարդ է, ստիշ չի կայնում ասում։ Բայց ամբողջ եկեղեցին գիտեր, որ այդ հանգես ինչ քաղաքը, ընդ մի հատ եղբայր կա, որ իր տունը հանգիստ կարակ մնան։ Հարազատ մեկը կա։ Ես առաջի անգամ, որ եղա Գորիսում մեզ Արմեն եղբայր տունը, ես մտել եմ իրանց տուն, չեմ ճանաչել, բայց մտել եմ իրանց տուն, ասել եմ ես հասա տուն։ Հարաբաղից Ստեփանակերտից մինչև եկամ Գորիս, մարախուղ էր։ Ժամը 6-ին դուրս են եկել, ժամը 12-ից նոր հասել են Գորիս։ Այնքան մարախուղը խիտ էր, որ գլուխս պատուհանից հանել եմ դուրս, որ շողին եղբորն ասեմ, եղբայր ծախ պահի, գնում ենք ձորը արդեն։ Բայց որ մտա եղբոր տունը, Գորիսից էստեղ մոտ 250 կիլոմետր աջ է։ Բայց իմ զգացողությունն էր, որ ես հասել եմ տուն։ Որտեղ այդ ընտանիքը իրականում մնենց էին հյուրընկալում, որ դու իրականում հասել ես տուն։ Հիմա տերորսնի մեզի, տեսեք, Գայոսի կերպարը շատ հրաշալի է, դու աղեք կնես, որ այդպես կանես, վասնզի Աստծո անվան համար ճամփա են ելած եւ հեթանոսներից բան չեն առնում, ուստի մենք պարտավոր ենք այդպիսիներին ընդունել, որպեսզի ճշմարտությանը գործակից լավ, ճշմարտության հետ գործակից լինենք, ասում եմ մենք պարտավոր ենք այդ տեսակ եղբայրներին ընդունենք։ Հաջորդ կերպար ասում է եկեղեցիին գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ անոնց մեջ առաջինը լալ կուզե, մեզի չի ընդունում։ Տեսեք ինչ կերպարի մասին է խոսում, ասում է եկեղեցում գրել եմ Գայոս Դիոտրեփեսի պահով, որ Դիոտրեփեսը, որ մեզի չի ընդունում, եղբայրությանն էլ չի ընդունում։ Չի հնազանդվում այդ մարդը։ Այսօր համար, եթե գամ, անոր արած գործերը պիտի հիշեմ։ Չի ասեմ, գամ պորտը կգցեմ տեղը, հարցերը կլուծեմ։ Չէ, ասում է, եթե գամ, անոր արած գործերը կհիշեմ։ Պիտի հիշեմ, որ մեզի դեմ շամակրատելով չարախոսություն էր անում։ Եվ ասով էլ գող չլալես զատ, ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրությանը, այլ զանոնք, որ կուզեն ընդունել, արգելում է և եկեղեցիից էլ հանում։ Շատ յուրատır բան է բացատրում, ասում է Դիոտրեփեսը ոչ թե մենակ արգելում է, մեզի չի ընդունում, ովքեր էլ որ ընդունում են մեզի, բացի են, որ արգելում է ընդունելը, եկեղեցուց էլ դուրս է հանում, ով կարա ասենք որևէ մեկիդ, ասի մյուս անգամ պաշտամում չի ասում։ Իմ նման մեկը կարող է ասել։ Դիոտրեփեսի եկեղեցում հեղինակություն էր, այսինքն ոչ թե հեղինակություն էր, պաշտոն ուներ։ Կարար հաներ, դրա համար էլ հանում էր։ Այս տեսեք զարմանալի է Հովհաննեսի խորհուրդը։ Ինչ ասում Գայոսի։ Սիրելիս, չարին նմանով մի եղիր, հապա բարի է։ Նա որ բարիք է գործում, աստծմե է, բայց նա որ չարիք է գործի, անիկա աստված տեսած էլ չէ։ Ուզում ասի, այդ Դիոտրեփեսը աստված չի տեսել։ Ով որ բարիք է գործում, ենի աստուծա, բայց ով որ չարիք է գործում, ինքը աստված չի տեսել։ Եթե աստված տեսած ելներ, այդպես չեր անել։ Աստված ճանաչել չէր անել, բայց ասում ասի չի ասում է հետը կրվի, կամ միաբանվեք եղբայրներով իրան հասկացրեք, տեղը դրեք, կամ ասեք տեղը ճանաչի, մի խոսքով վախցրեք կամ մի բան արեք, չի, այդպես բան չի ասում, խորհուրդ կա տալիս, սիրելիս, լավ որոմա,
Նա որովին քաշով մի կողմ գցողը Աստծո հրամանով պետք է իր հրեշտակներ վերնեն ու միջև վերջ հիմա տեսեք ես մի բան ասեմ միջանկյալ Պողոս Արաքյալը որ հələ Պողոս չէր դարձել Սողոս էր ով կարար Պողոսին վկայել ասել գիտես Սաղում կամ Սողոս դու սխալ բան ես անում ճիշտ չես ապրում ով կարար ասել Մարդ արցենալով Հանանայից տղտեր առել իրավունքներ Երուսաղեմում վերևացող մարդ եմ քիչ այդ համ Դամասկոս էլ հավաքեմ լցել բանտերը ու սպանել տամ քարկոծել տամ բայց երբ որ Դամասկոսի ճանապարհին տերը հանդիպավ իրան Սողոսը ինչ դարձավ հպարտ ջիու վրա նստած է թմել Դամասկոս բայց ջիու ծնկավ ցած Գետի վրա փոշում էր սողում էր Իսկական Սողոս էր Այս տիրոջ հետ որ հանդիպավ ինչ կատարվավ այդ մարդու հետ Կամ ընձիով կարան ասել որ տղաջան սխալ բան ես անել նույն քերիս հարբած վիճակից վարադիկից ես բռնեց նստեցրեց իմ ավտոն բերեց քաշեց գցեց մեր պատի տակը թողեց գնաց Գիշերները ընձի խրատեր որ տղաջան Մտեն շեն ապրում որ դու ես ապրում են լավ բանարա ասելով ով էր ազդրում որ Ես չի ուզում անեի, չէի կարում չանեի, բայց չէի կարում ընդունեի Ուրեմ ես չգիտեմ, ընձի պետք է ասեն, ասում եմ մի մատ երեխեն, հելա 2 տարեկան չկա Պուլտը տվեք, ասում եմ ես պետք է քշնեմ, լացում ավտոյի մատ չի ուրախանեմ, ման տալու մատ չի ուրախանեմ, ոչ բանի մատ չի ուրախանեմ, մենակ թե իրա ուզածն ունի Դուք տենում եք ձեր թշնամինով Ես օրինակ տենում եմ թշնամինով Եղբայրությունը չի, քույրերը չեն, ուրիշները չեն, ես եմ Մեկ էլ ինձ ուզում եմ համոզեմ, որ դու գիտես, որ դու ճիշտ ես Ոնց եմ ճիշտ Եթե պետք է Տերը որոշի Հիմա երրորդ կերպարը ասում է Դեմիտրիոսի համար ամենքն էլ լավ կվկայեն, բունիսկ ճշմարտությունն է Մենք էլ կվկայենք Եվ դու գիտեք, թե մեր վկայությունը ճշմարիտ է Ստե Հովհաննեսն ասում է Դիմիտրիոսի համար ամենք վկայել են Ճիշտ ամենք էլ են վկայել, բայց մեկին շեշտում ասում է բուն իսկ ճշմարտությունն է Հովհաննես որից գիտես, որ ճշմարտությունը Դիմիտրիոսի համար վկայում է, որ Դիմիտրիոսը լավ եղբայր է, պիտանի եղբայր Կապ ուներ, չէ ճշմարտության հետ, իսկ ճշմարտությունն ով է Հովհաննես հետ ինչ-որ գրում էր Գայոս, ես եկեղեցում գրել եմ, Գայոս, ես գիտեմ արդեն, ես տեղյակ եմ, Դմիտրիոսի վերովել եմ տեղյակ, ինչեր անեմ, ոնց եկեղեցում խառնեմ, հանեմ դուրս, ճշմարտությունը ընձի ասել է Դմիտրիոսի համար, որ ինքը լավն է, Դիոտրեփեսը վատն է, դու լավ կանես, որ բարին ընդօրինակ ես նմանվես Հիմա մենք ինչ անենք, քույրեր եղբայրներ, ինչ-որ բաներ փոխենք մեր մեջ Կարանք փոխենք Եթե կարենայինք փոխեինք, էլ Հիսուսը չի եկել Ես ծիծաղալու համար մի բան էլ ասեմ, մի օր հավատքի մեջ մի հատ օրինակ եկավ Ասում եթե մտնես մոր ու տենաս, որ այդ մեռած մարմիններին թթվածին են միացել Ծիծաղս եկավ Մեռելին կարաս ասես խորը շունչ քաշիկ սաղանաս Այդ մեռելին կյանք ապետ տալ, իսկ այդ կյանքը մեռելի մեջ չկա Պետք է դրսից գա, իսկ ով է կյանքը տվող է Փառք իրան, Սողոսին ով սարքեց Պողոս Միջև էտ ասում եմ, էլի հպարտ ձիով էտ մեր Դամասկոս հեսա հասնենք, ես խմբով գնենք, կտնենք Բայց երբ որ Տերը հանդիպավ նրան ճանապարհին, սկսավ սողալ Տիրոջ ոտների տակ Մեզնից մի բան է նմանել, բարին գործակից լինեն կապ չունի Դիոտրեփեսը ինչ անում, կարևորը դու ինչ ես անում Աղոթք անենք
Ռաստովսկի օբլաստ Գորոդ Լուկովից եմ, այնտեղից բերել եմ ձեր քույր եղբայրներից ողջույններ։ Տեկիչ Հիսուս Քրիստոսը մեր փրկիչը ոչ միայն մեր փրկությունը տվել, այլ մեզ տվել է բազում քույր եղբայրներ։ Նայք դուք ենտեղ չեք ճանաչում, իրանք եստեղ չեն ճանաչում, բայց գիտեք ինչպեսի զնչ ջերմառան աղոթք են անում մեկը մյուսի համար, փառահոսի մեր Աստված։ Ես ուզում եմ ձեր հետ միասին ասեմ փառք մեր Տիրոջը։ Այո, մեր Աստված հայրը, մեր Աստված հոգատար հայրը, ամեն մեկից գիտի հատուկ հատիկ, ինչա մեր համար պետք, ինչա մեր անհրաժեշտ, ինչա ուզում մենք ու ինչա ուզում ինքը։ Մեզ կարևոր է, որ մենք կատարենք իր ուզած, ասենք ամեն, որ մեր բոլորի կյանքում միայն լինի Հիսուս Քրիստոսի կամքը։ Ինչքան էլ մեզ տհաճ լինի, ինչքան էլ մեզ ծանր լինի, ինչքան էլ մեզ դառ լինի, թող իր կամքը մենակ լինի, չէ՞։ Տեր օրհնի, որեր ախպերներս, ուրեմն գալուց ինձ կանգնացնում է պետավտոտեսուչը իրանց երկրում։ Ես ուղղակի բան չեմ ասում, այս կողմ չեմ բաժանում, ուղղակի ասում եմ ինքը մուսուլման է։
կանգնեցրեց, խոսք գնաց, ասեցի սենց, ասեց, կարող է խափում է ստուգ եմ, ասեց ստուգի, բայց ես չեմ կարող խափեմ, որովհետև խի, ասի, որովհետև ես վիարուշի, հավատացյալ եմ, ավելի շատ պատասխան պետք է տամ այդ սուտ ասելու համար, քան դու հիմա այդ ճիշտ ասեմ, ինձի դու գանես, էդի լուծվող է, ենի կա մի քիչ դժվար, են էլ է լուծվող, բայց ստեղ գլուխս չեմ կախի, բայց ընդեղ կկախեմ, ես ասեցինք, ասեց, ինչ հավատքից ես, ինչ է քո եռիսպագելը, ով է քո Աստված, հենց այսպես էլ ասեց, ով է քո Աստված, ասի Հիսուս Քրիստոսը, Հիսուս Քրիստոս Աստված չի, ասի աղբեր ջան, համար Աստված չի, համար Աստված է, ասեց չէ, ինքը մարգար է, ամեն լավ բաներ ասեց, միրլիում, էսկոմ, մենկոմ, բայց Աստված չի, հիմա բան եմ ուզում ասեմ, այն մարդը չի դուրս գալի, ոնց որ ես բան չիմանամ Հիսուս Քրիստոսի մասին, սենց քրտ, ոչ մի խոսք չի գալի ասել, ես լսում եմ, ինք ասում, լավ որտեղ Հիսուս Քրիստոս ասեց, որ ես Աստված եմ, որտեղ Հիսուս Քրիստոսը հենց ինք ասեց երկրպագ ինձի, սենց լսում եմ, մեկը դիտեք ներսից ինչ, միտք է կա, սենց, որ ասել, ուրեմն այս այդ խոսակցությունը 20 րոպե գնում է, այս պետ ավտոտեսուչի կամ փողոցում խոսում են, այն մի նավարնիկը դոկումենտներս վերցնել, գրում է ինչ համար չգիտեմ, ես ու ինքը խոսում ենք, հիմա լսեցի վերջում, ասեցի, գիտես ինչ իմ աղբեր, ասի չգիտեմ քո Աստվածը որն է, բայց իմ Աստված երկրպագության կարիք չունի, իմ Աստված չի ասում արի որ ինձ երկրպագես, ես երկրպագում ու փառավորում եմ իրան, որովհետև ինքը արժանի է ու իր կյանքը տվել է, որ ես ապրեմ, ասենք փառք այդպիսի Աստված։ Գիտեք ինչ է, սմարթել խոսք չասեց գնաց, ստուստել դոկումենտները, քեզ բարի ճանապարհ։ Մենք շատ վաղ կանգնում ենք, չգիտեք ինչ ասենք, ինչ է գիտեք մոռանում ենք, բայց երբ որ Աստծո հոգու զորությունը գալիս է, ու ասում ես այն, ինչ Աստված ուզում է դիվանցի մին ասի ալելույա իրա։ Հավատում եմ Աստծուն։ Ես այսպիսի Ուրեմն ես ուզում եմ խոսամ, ուր ենք մենք նայում և որտեղ ամեն հայացքը։ Ինչի համար է պետք է մեր հայացքը որտեղ դնեմ։ Ասում է, լինել Քրիստոսի հետ, որ դառնանք ինչպես Քրիստոս, որ ապրենք Քրիստոսի համար։ Այս թողել է արտահայտողը շատ խորը իմաստավորել հոխանցի լսող է։ Մենք հիշում ենք պատմություն Հիսուս Քրիստոսի, դա գրված է Ղուկաս ավետարանի 2-րդ գլխի մեջ, ես չեմ ուզում ընթերցեմ ժամանակի համար, ուղղակի բանավոր ասեմ, այնտեղ 3 կետ կա, որ շատ կարևոր է մեզ բոլորիս համար։ Երբ որ դուրս էին գալիս, գնացել էին տոնի արդիվ, Հիսուս Քրիստոսը 12 տարեկան նշում է, դուրս եկա և ծնողները Հիսուս Քրիստոսը մոռացան, չէ՞, մոռացան։ Դուրս եկա ու ճանապարհին հայտնաբերեցին, որ Հիսուս Քրիստոսը իրանց հետ չի, Հիսուսը իրանց հետ չի։ Ծնողները խառնվեցին իրար, սկսեցին ման գալ, ինչ արեցին, հետ դարձան ու գտան Հիսուս Քրիստոսին։ Անց չէր, որ ասես ծնողները չեն սիրում Հիսուսին կամ անտարբեր էին, չէ, այդպես ոչ մեկս չեն կար ասել։ Մեր կյանքում էլ է լինում, որ մենք քայլում ենք, մենք շարժվում ենք, մենք եկեղեցում ենք, մենք կարծում ենք Հիսուսը մեր հետ է, քայլում ենք Քրիստոսի հետ, բայց չկա։
ինչու չկա։ Առաջի կետը, որ կորցրել ենք Հիսուս Քրիստոսին ու Հիսուս Քրիստոսի հետ չենք քայլում, դա որ մեր հայացքը ուղղված չի դեպի Քրիստոս։ Մեր տեսանելիությունից Հիսուս Քրիստոսը չկա, հայացքը Քրիստոս, այսինքն մեր ներսը, մեր մտածմունքը, ինչ-որ մի բանի, չգիտեմ, ինչ-որ մի բանի վրա շեղվել է, իմ ուշադրությունը ինչ-որ մի նյութականի վրա է, ինչ-որ մի բանի, կարող է և հոգևոր ինչ-որ մի ծառայության վրա լինի, կարծելով, թե ես ճիշտ եմ անում, ես քայլում եմ Քրիստոսի հետ, բայց եթե իմ ուշադրությունը Քրիստոսից ու իր խաչից, Գողգոթայից շեղվում է, ես ուրիշ ճանապարհ կարող եմ փոխել կամ կորցրել։ Ինչպես կորցրեցին իրանց ծնողները։ Գիտեք ինչ, ասում է Հիսուս տղան Երուսաղեմ մնաց և չի բացան Հովսեփը և նրա մայրը։ Եվ կարծելով նա ճանապարհակիցների հետ կլինի։ Մի օրվա ճանապարհ եկան և նրան որոնում էին ազգականների և ծանոթների մեջ։ Այսինքն գալիս են կարծելով, թե հետև նա կամ առաջան, մի օրվա ճանապարհ են գալիս, չկա Հիսուս։ Փառք Տիրոջ, որ անհանգստությունը կասացուց է տալի, որ ծնողների համար միևնույն չէ ու սիրում էին Հիսուս Քրիստոսին։ Երևի շատ չկա երևի այստեղ տենց ծնող, որ իր երեխային չսիրի ու չհանգստանա։ Ես 45 տարեկան տղա եմ, ես երեք էր, չէ, ուժեղ քամի էր։ Զանգելով բողոք բան չի էր, այն մարդ ծնող անհանգստանում է, չէ։ Ես էլ մի քիչ նենց նեղվան է, ում երեխա չէ, բայց դե ծնողի սիրտ է, բոլորի կապ չունի տարիք։ Ուշադրությունը, չէ, ուշադրություն։ Եթե քո ուշադրությունը այսօր Քրիստոսի վրա չի, դու կարա շատ հանգիստ շրած, շատ հանգիստ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք կարծում ենք, որ մեր ուշադրությունը Քրիստոսն է։ Մենք կարծում ենք, բայց այս ուղղությունը ցույց է տալի ու ճշմարտությունը բացում է Սուրբ Գիրքը ու Սուրբ Հոգի, Սուրբ Հոգու միջոցով, առանց Սուրբ Հոգու ոչ մի բան չեն կարող։ Այս ճշմարտությունը թե ցույց է տալի Սուրբ Հոգի, իր խոսքով։ Չգիտեմ հայրան ոնց է, պուտիշեստվի Պելիգրիմի ճանապարհորդությունը, երևի կարդացած կնեք։ Այնտեղ մի պահ կա, երբ որ գալիս են ճանապարհին, մեկը քարքարոտ է, դժվարությամբ են քայլում։ Հենց այդ նույն քարքարոտի կողքին գեղեցիկ խոտավետ արահետ կա, որը հեշտ ավելի քայլելը քան քարքարոտով։ Ասում է, իրար կողք են էթում, իրարից հեշտով է դա, խեք մեզի տանջում, ես քարքարոտի վրայով։ Փոխում են ճանապարհը, այնքան փափուկ ու խոտավետ է լինում դա այդ ճանապարհը, իրանք իրար մեջ արդեն խոսում են, ուշադրություն չդարձնելով ճանապարհով, գալիս է միտեղ, որ այս ճանապարհները բաժանվում են։ Ինչի է մեր ճանապարհները քարքարում, որ մենք ուշադրիր լինենք մեր քայլածին, որտեղ են ոտքներս դնում, որ անհոգություն չլինի մեր մեջ քայլելու, որ մեր հայացքը լինի, որտեղ ենք ոտքները մեր դնում, ինչ ենք անում, զգուշանանք խոսքից, զգուշանանք պահվածքից, մեր քայլվածքից, որտեղ միայն խոսքով չենք Քրիստոսը վկայում, այլ մեր ապրածով էլ նույնպես, այդպես է։ Եթե իմ բերանը Քրիստոս քարոզի ու ես ապրեմ ինչպես ես եմ ուզում, դա վարդ չի բերի, որտև ես լավ բան չեմ ուզում։ Իմ ուզածը Տիրոջ ուզածը չի, իմ մտածմունքները Տիրոջ մտածմունքները չի ու փառք Աստծուն, որ իր մտածմունքները չի։ Թող իր անունը փառավորվի։ Եթե ես նորից ուշադրի չնեմ, տեսնում եք գալիս է մի պահ, որ ճանապարհները բաժանվում են։ Այս Հիսուս Քրիստոսի մայրը
իրանց հայացքից, իրանց տեսադաշտում չէր Քրիստոսը։ Երկրորդ պունկտը, որ նրանք մտածում էին, մարդը մտածում է, հիշենք Սուրբ գրքից, երբ որ մարդը մտածել է, մի լավ բան ելել է, մտածեցին մոգերը, որ թագավորը ծնվել է, որտեղ պետք է ծնվի, Պալատում, ինչ եղավ արդյունքը։ Մանուկն ինչքան չգիտեմ, Հերովդեսը զոհեց իրանք էին մտածում։ Մտածում էր Նեյմանը, չէ՞, ինքն էր մտածում, որ սենց պետք է լինի, այդտենց եղավ։ Չեղավ։ Երբ որ մարդն է մտածում էին աշակերտները, չէ՞, մենք մտածում էինք, ասում են, ինքնամիսիան, երբ որ երկու աշակերտ դեպքում են Էմաուս, Հիսուսին տենում են, պատմում են Հիսուսի մասին, Հիսուսի մասին պատմում են, ու ասում են, մենք մտածում էինք, թե ինքն է գալու մեզ Իսբավիցանի, այս հռոմեացիների ձեռքից, այս օկուպացիայից, մեզ ատալու ամեն, մենք մտածում ենք, մարդն է մտածում։ Երբ որ մարդն է մտածում, այնտեղ անհավատությունը հենց կողքը կանգնած է։ Պետք չի շատ կանգնած։ Եթե մարդը մտածում է, մարդու մեջ ոչ մի բան չկա աստվածային, ինչ է լավ բան կա, դա Աստծուց է տրված։ Մարդը լավ բան չի։ Թողես մարդուն մեղ գործի ու չի ասի հով։ Թող փառավորվի մեր Աստված։ Երբ որ մարդը մտածում է, մարդու դեմը գալիս է խոչընդոտներ։ Ջեսուսն ասում է, եթե ասում է ինչ որտեղ գնաս, ասա թող Աստծո կամքը իմ մտածածը չլինի։ Եթե լինի Աստծո կամքը, կեթամս տես կանեմ։ Եթե Աստված ուղարկի, կեթամս տե կանեմ։ Ես էդի իմ կյանքից եմ, ասում եմ, ես խառատվել եմ։ Ես ինչ արել եմ, վերջում մի հատ պրոբլեմի մեջ ընկել եմ։ Հիմա որ ասում են, չգիտեմ, Աստված ոնց կասի։ Թե ոնց կասի, Աստված գիտի ոնց կասի։ Ուղարկել այդպես մի հատ քաղաք, մի քիչ եկում պատերազմ ունի։ Մարդիկ եթում են, հարց են տալի, ասում եմ, իմ երեխեքն են ինձ ասում, այդ հանգը ասում եմ չէ, ասում եմ Աստված բերել աստե, հրաման չի եղել ասիս տե գնա, որ գնա գետալ է, որտեղ գիտեմ, որ Աստված գնաց, օրդություն ինձնից առաջ է դա։ Ինչ անենք, եթանք Հիսուսի դիմացից, թե հետևից։ Հիսուսի հետևից գնանք, որ մեր տեսանելիության մեջ Հիսուս Քրիստոսն ունի, որ մենք իրան տենանք։ Երբ որ դու տենում ես Հիսուս Քրիստոսին ու եթում ես Հիսուսի հետևից, հնարավոր չի, որ ճանապարհը կորցնես։ Ամեն։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Հիսուսի հետևից գնալ նշանակում է իր խոսքը կատարել քո կյանքում։ Որպեսզի խոսքը կարողանանք կատարենք մեր կյանքում, առնվազն պիտի իմանանք ինչ կատարենք, չէ՞, խոսքը պիտի իմանանք ինչ կատարենք։ Եթե մենք խոսքը չենք imանում, չգիտենք, չենք կարող սատանային պրոտիվաստայած։ Հակառակը չենք կարող հակառակ։ Այսինքն որ ասի գրված է Սուրբ գրքից օրինակ բերենք, ասենք հայելի գրված է։ Իսկ Հիսուս Քրիստոս ասեց գրված է նաև որ մի փորձի քո Տեր Աստծուն։ Սատանան շատ խոնամապ 6000 տարվա փորձ ունի սուրբերին գցել։ Այդպես մի աշկով մի նայեք։ Բայց մենք զորավոր ենք, երբ որ Տիրոջ խոսքը մեր հետ է ու գիտենք Տիրոջ խոսքը։ Դրա համար պետք է իմանանք Տիրոջ խոսքը, հալելույա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Իսկ եթե այս երկու կետը եղել է, հայացքներից կորցրել ենք Հիսուս Քրիստոսին ու մտածել ենք, թե մենք այսպես է, ու եղել է այն վիճակը, որ մենք շեղվել ենք ճանապարհից։ Սուրբ Գիրքը մեզ մի հատ շատ լավ խորհուրդ է տալի։ Եթե գրած է Հայտնության գրքի մեջ, ռուսերեն ասում է «Вспомни, откуда спал», հիշիր որտեղից ես ընկել։ Գիտեք Հիսուս Քրիստոսի ծնողները, Մարիամը եւ Հովսեփը մարմնը, հետ դառան այնտեղ, որտեղ վերջի անգամ տեսել էին Հիսուս Քրիստոսին, որտեղ գնացել էին իր հետ։
Ուրիշ կատարվեց, կթան Հիսուսի։ Սուրբ Գիրքն ասում է, հայտնության մեջ ասում է, հիշիր, որտեղից ես ընկել ու կատարի այն սիրո գործեր, հալելույա, ինչ սկզբից ունեիր։ Հիմա արժի մենք հետ դառնանք։ Տեսնենք Տեր, ես քեզ որտեղ եմ թողել։ Ես կարծում էի, թե դու իմ հետ ես։ Տեր օգնիր քեզ գտնել նորից կրկին։ Կատարեմ քո խոսքը իմ կյանքում, որովհետև քո խոսքը, որտեղ քո խոսքն այնտեղ իշխանություն կա, հալելույա։ Իր խոսքը քանդում է, իր խոսքը մաքրում է, իր խոսքը ազատագրում է, ասենք փառք իրան։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ուրեր եղբայրներս, եւ վերջում կուզեմ նորից հիշեցնեմ այն խոսքերը, որ նորից կարդացի։ Ասում է լինել Քրիստոսի հետ, որ դառնանք ինչպես Քրիստոս, որ ապրենք Քրիստոսի համար։ Ասենք ամեն։ King.
Շնորհակալ ենք Աստծուց այս ժամերի համար, ժողովուրդ ջան, որ Տերքին Աստված հնարավորություն ա տվել ձեզ պաշտելու միակ ճշմարիտ Աստծուն, որ նա կենդանի է եւ իրեն պաշտողները պետք է լինեն կենդանի։ Փառք Հիսուսին։ Շատ օրհնյալ եղբայրները խոսեցին, շնորհակալ ենք Տիրոջից Սուրբ Ոգու առաջնորդությունը, որ երբ որ առաջնորդում է ամեն բան լավ է լինում։ Դրա համար ես կխնդրեմ, որ ձեր սրտերում աղոթք անեք, որ Սուրբ Ոգին առաջնորդի, որտեղ ես այդ արժանիքը չունեմ Հիսուսի անունին շուրթերից վրա վերցնեմ, իր կենդանի խոսքը խոսեմ, եթե Սուրբ Ոգին չտա։ Սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք այսօր ճանաչենք Աստծո սերը։ Մեր Վահրամ աղբերը վկայությունով այդպես սկսեց, կուզենամ ես էլ այդպես վկայությունով սկսել խոսքը հիմնական մի կարևոր մտքի մասին, որ մենք այսօր ճանաչենք Աստծո սերը։ Լինում է վիճակներ մեր կյանքում, որ մենք պահեր ա գալիս, թե ինչպիսի փորձություն, դժվարություն, հիվանդություն, տկարություն, եւ մենք մտածում ենք առաջին հերթին, թե Աստված ինձ չի սիրում։ Իմ կյանքում այդպես է եղել։ Տարիներ առաջ էր սիրելիներ, երբ որ այնպիսի վիճակի հասա ես, որ անգամ այդպես այդ հաստատությունը չունեի, Աստծո սիրուն այդպես չէի, այդ սերը չէի ճանաչում, եկավ մի ժամանակ, որ արկություն կրեցի, հակառակորդը ինձի կոտրեց, ու ես հավատքը այդպես սառա հավատքի մեջ։ Ինքիսի վիճակով, որ անգամ կարծես թե մեռած լինեի, բայց իրականից մեռած էի։ Անուն կար հավատացյալ, բայց իրական կյանք չկար մեջ, մեռած էի։ Ընդհանրապես ոչ կարդալ կար, ոչ աղոթել կար, ոչ պաշտամու գնալ կար, ոչ ինձի այցելող կար, ոչ ինձանով հետաքրքրվող կար, այդպես մեռած, սեր հագնված, թրաշս պես թողած, տառապում էի ու օրերս մի օր թե երբ պետք է ժողքում հայտնվել։ Էլ ընդհանրապես չէի հավատում, որ Աստված ինձ կարող է սիրի, Աստված կարող է ինձ ների։ Երբ այդպես մի լավ մոտիկ այդպես ընկեր ունեի, այս ընկերս այդպես գլխի վրա ուրուսք ուներ, բայց ես տեղյակ չէի, ինքը գնացել էր ռենտգեն ինստիտուտ, ստուգվել էր, եւ բժիշկը պրոֆեսոր էր եղել, ասել էր, որ անապահ տղաջան պետք է օպերացիա լինի։ Գնացնողների ասա, արի, որ օպերացիա լինի։ Հիմի ինքը եկել է, ինքը պատմում այդպես անմխիթար, սիրտը լցված, գնացել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նստել այդպես, այդտեղից ելել է եկել է թե գնամ հասնեմ, Արտուրի հետ իսվեմ տենամ ինչ է լինելու, դա Արտուրն էլ յանի հավատացյալ է, մի ճարկան է երևի կաղոթի, մի բանկանի, մի ընկերս է, մենք մանկական իրար հետ էլ ծառայել ենք շատ իմ հարազատ, աղբորտես, եկավ ներկացրեց վիճակը, Իմի ես մեջ մտածում եմ, ասում եմ, դեր Աստված, քերջելը դեր անեմ, գլխին ճարանեմ։ Իմի ես ինչ անեմ, Հիսուս ջան, ես գիտեմ, որ դու ինձ չես սիրում, անարժան եմ ես։ Ես գիտեմ, որ մեղքերի մեջ մեռած մարդ եմ, բայց ես կանոնի համար եկել, իմ համար չեկել։ Այդպես առանձնացանք, ոչ աղոտ եմ արել, ոչ բան, այդի կարճի մտքի մեջ, այդպես կիսվել եմ առաստված, առանձնացանք մեր այդպես հայատը ծառներ կար դրա մեջ, ես չգիտեմ ինչ եմ խոսացել, այս մի բան գիտեմ, որ ես կենթանացա։ Սիրելիներ, այն որ ասում եմ մեկ հարվածից երկու ջնջողուկ են խփում, Աստված մեկ հարվածից ինձ կենթանացրեց, իմ ընկերոջս էլ բժշկեց։
գիտեք, դարձում ենք ուրախությունով, փաթաթվել ենք իրար։ Ես ուղղակի ապշել եմ Աստծո սիրո վրա։ Ասում եմ Տեր Աստված, դու չգիտեմ ինչ սեր ակո սերը, որին նմանին դու սիրում ես, այս ինչ ես անում Տեր։ Ես ուղղակի ապշած եմ ու միշև իմի ես կուզենամ, որ ճանաչեմ Աստծո սերը, որտեղ իր սերը համսահման է, սիրելիներ։ Էփեսացիս 3:19 ասում է ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Հիմի գիտությունը ասում է քեզի էլ վերջ փրկություն չկա, դու փրկություն չունես, դու դժոխքի բաժին ես, միտքա գալիս է խորհուրդը, մարդու խորհուրդը մահը, բայց հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Ճանաչեք Աստծո սերը, սիրելիներ, անկախ ձեր վիճակից, թե ինչ վիճակով ես, դու այսօր նստած ես վայրը, նա սիրում է քեզ հավիտենական սիրով եւ իր ողորմությունով քեզի ակաշը։ Իմի սիրելիներ, այդ պրոֆեսորը ես իմ ընկերոջ ասել էր, անհապաղ ապերացի պետք է լինես, որտեղ իրական գլխի վրա ուռուս կա։ Իմ ընկերը մինչև իմի ապրում է, այդ ուռուսն էլ վերացել է, փառավորվի Տիրոջ անունը։ Սիրելիներ, ես հավատում եմ, որ ինքը շուտով կմիանա, ես իրան ոչ թե ընկեր եմ համարում, այլ եղբայր եմ ասում, որովհետև գիտեմ, որ Աստված ում միջոցում կյանքում գործ անում, Աստված իր գործը կիսատ չի թողնում, հավատացեք։ Այն բարի գործը, որ Աստված սկսել է իմ քո կյանքում, նա հասցնելու է ավարտին, բայց եկեք մենք չխանգարենք, եկեք մենք Աստծո սերը ճանաչենք։ Սիրելիներ, շատ կարևոր է, որ այսօր Աստծո սերը ճանաչենք, սիրելիներ, որտեղ եթե մենք Աստծո սերը չճանաչենք, հակառակորդը հենց առաջին հարված այստեղից է տալիս մեզի։ Ընկած ես, ինքը ցույց է տալիս, դու ընկած ես, ճիշտ է, ընկած ես, դու շեղվել ես, դու մեղք ես գործել, եւ ինքը կասկսի քեզի փսփսալ, որ Աստված քեզի չի սիրում, որ դու շարունակես այդ մեղքի մեջ մնալ ու մեռնել, այն աստիճանի հասնել, ինչպես ես էի հասել, որ անգամ հավատացյալներին ժողովուրդ ջան չի ուզում տեսնել։ Գիտեք թե, ասում է ինչ եղբայր են, մի օր ինձ չեն այցելում, մեկին դուրը չի բացում, այն ժամանակ սոդների չկար, որ զանգեին, բայց ոչ մեկ չէր այցելում, ոչ մեկ չէր հետաքրում, ամիսներով ես չեմ մասնակցել, բայց երբ որ այդ ամենը կատարվավ, Տերը այցելեց, ես գիտես ինչ էի ասում, ինչ լավ էր, Տերը օրհնի այդ եղբայրներն, ինչ լավ էր, որ չեկան, չայցելեցին, Տերը եկավ, սիրելիներ, փառավորվի Տերը։ Լինում է մենք այդպիսին է, ես մարդ եմ, ես գիտեմ, որ մարդը սուտ է, ժողովուրդ ջան, ինձ սիրտը չարմխապեպայ է, մարդկային խորհուրդները իր մեջ մաղ են պարունակում, բայց երբ որ մենք գալիս ենք ավետարանի խորհրդին, ավետարանի խորհուրդը իր մեջ ունի հոգի եւ կյանք, կա ուրախություն, կա ցնծություն, Սուրբ Հոգու ձեռով եւ այդ Սուրբ Հոգու զորությունը եղբայրը որ ասեց մենք առանց Սուրբ Հոգու ոչինչ չենք կարող անել, Հռոմեացիս 5:5-ում ասում է եւ հույս ամոթով չի ձգի, ինչի, որովհետեւ Աստծո սերը Սուրբ Հոգու ձեռով տարածված է մեր մեջ, այդ սերը եթե իմ մեջ չի հայտնվել, ես բնական է, կմբոստանամ, եղբայրների դեմ դուրս կգամ, մարդը չի կարա Աստծո սերը ճանաչի, եթե մարդը Աստծո սերը ճանաչի, ինքը ոչ մեկից ոչ մի բան չունի պահանջելու, որովհետև ինքը գիտի ում նա հավատացել եւ իրան միակ նպատակը Աստծո հետ ապրելն է, սիրելիներ։ Մի այս վերջերս անցած տարվա մեջ էր միտքը այդտենց գալիս, տերի վկայեմ Աստծո սերը ինչքան մեծ է մեր նկատմամբ, իմ նկատմամբ ես կդավանեմ։ Միտքը գալիս միշտ հնչում է, մի ցկտիր հարստանալու։ Ասում եմ Տեր Աստվածի սիրտը, ցկտիր հարստանալ։ Այդի հնչում է մեջ, մի ցկտիր հարստանալ։ Ես ասում եմ, ահա Սուրբ Հոգին ինձ միտք է տալիս, որ սրա ուղղությունով թեմա կազմեմ, գնամ քարոզեմ։
վերջ ես մտածում եմ շախատը մետի խոսում հնչում ամեջս մի ծտի հարստանա ես ինչ հարստություն վերջ ոտով գնում եմ պաշտամունքի մեկ էլ միտքը գալիս է մի $100,000 փոր լիներ կարելի էր սենց եկեղեցի կառուցել մեն եղբորն ու չկատուն դաշվի 100-ը քիչ էր ավելացավ մինչև արդեն մոտ էի պաշտամունքի տեղին դարձավ $1 միլիոն որ դարձավ $1 միլիոն դե լավ միտքս փակ է ես չեմ հասկանում մեկ էլ միտքս բացվեց այ քեզի բան բռնեցվի քեզի ասում էր ես չեմ ծտում հարստանալու բայց պաշտամունքի եմ դնում ես ինչ մտքեր ես ունայնություն եմ մեջ տիրում փողորեն Աստծո խոսքի վրա մտածեմ ճշմարտության վրա խորեմ լտեսեք ուր ինձ տանում ես ծտում եմ հարստանալու բռնեցի ինձ փառավորվի Տիրոջ անունը եւ ես հասկացա որ եսի Աստված ինձ սիրում է այնքան է սիրում որ ես ինձ չեմ սիրում որ ես չի հասկանում ես փաստորեն ամիսներով այդ մտքի վրա աշխատել եմ բայց չեմ զգացել դրա համար Սուրբ Ոգին հրահանգ է տալիս ինձ մի ծտի հարստանալու ես եմ մտածում եմ գիտես եկեղեցում կարելի է խոսալ այս մասին բայց մոռացել եմ որ եսին չար սիրն է ծտում դրա եւ գնացի ժողովրդի առաջ խոստովանվեցի ու հետաքրքիր այդ ուղղությունով թեման բայց լրիվ իմ թեմս այդ ինչ օրհնություն էր այդ ինչ սեր էր լցրեց Տերը իմի հնել եմ պաշտամունքից իշտում եմ տուն արդեն մեջս ուրախություն կա ազատություն կա հասկանում եք այդ միտքը չի նեղում ինձ այս անգամ Սուրբ Ոգին ինձ ուրիշ բան ասում ու այդ ինչև այս առեսօր աղոթում եմ նստած ստեղ եմ աղոթել անձը դուրացի սերմեցի 10 րոպե հնչում է ու ես զգում եմ իմ ներսը ինչ-որ մեկը նորոգում է քարի վրա է տնում ես զմայլվում եմ Աստծո սիրով Աստված ջան դու ինչ ծեր ես Ես ոնց ես ինձ սիրում, ես զարմանում եմ Աստծո սիրո վրա, ժողովուրդ, ու մենք ինչքան որ մտնենք Աստծո սիրո մեջ, այնքան կուզենանք այդ սերը վայելել։ Նասահմանը, դու մի մտածիր, որ օրինակ Աստծո սերը այսքան է, երեխեքին հարցնում են, ասում են, օրինակ դու պապային ինչքան ես սիրում։ Երեխան ասում, այսքան, չէ։ Երեխան ասում, օմբիկան։ Բայց ես չեմ կարող ասեմ, այդ Աստծո սերը ինչքան մեծ է, որ ես այդ սերը Սուրբ Հոգին պետք է լցնի մեջ, որ ես այդ սիրով սիրեմ, իմ մարգային սիրով, ես չեմ կարող սիրել։ Այդ սերը Սուրբ Հոգին պետք է լցնի մեջ, որ այդ սերը վայելեմ։ Սիրել, երբ որ մարդը ճանաչում Աստծո սերը, հակառակորդը ինչպիսի բաներ որ դա փսփսա, դու չես լսի, ականջ չես տնում։ Իմ կյանքում շատ այդպես դժվարություն կար, նեղություն, թե ֆինանսական, աղջիկս Իվանդա, պատկերացնում եք, մեկ տեղը, ամիս մեկ տեղին մենակ 100,000 դրամ փող է տալիս, ու 5 տեսակի տեղ, ու ես գիտեմ, որտեղից էր այդ գումարը գալիս, չեմ աշխատում, գործերս վատ, գնացել եմ Ռուսաստան, մեկ ահավոր վիճակ, պարկերի տակ, տոկոսների տակ, սատանաներ մի կողմից փսփսում է, հակառակորդը մի կողմից խոսում է, ասում է, բարազատների միջոցով, բա որ Աստված քեզ սիրում է, ուր Աստծո սերը, էս Աստծո սերը, էս հենց Աստված քեզ սիրում։ Հիմի ես էս մտածում եմ, փաստացի դնում են դեմս, էս չկա, էս երեխեքս էս լրիվ անհաջողություն, էս դեռները տեսնում։ Չեմ կարող հասկանալ ինչ է կատարվում, բայց մի բան գիտեմ։ Ես ասել եմ, Աստված ինձ որ այն վիճակից հանել էր, ես գիտեմ, որ Աստված ինձ սիրում է։ Ես ինչ է լինի, թե Անիկա ասում է, հոբի մեջ ասում է, թե Անիկա զիս անե, ես ամոր պիտի ուսամ։ Հիմի այնպիսի հակառակորդ, այնպիսի հարվածներ է տալիս վրես։
ասում է, դե գիտես ինչ քեզի պետք է թողնեն տոկոսների տակ ճռռաս, տենամ քեզի այդ որ Աստվածն է փրկելու։ Հիմի ես չգիտեմ, դրաշ չունեմ, մի առանձին տեղ ունեմ այնտեղ Ռուսաստանում, որ մնում էի, ազատ տեղ էր այդ իմ աղոթքի վայրը, գնացի այդտեղ ձայնս բարձրացրի առ Աստված, սկսի աղոթել, ասի Տեր Հիսուս, եթե դու այս վիճակից ինձ չազատես, եթե իմ աղջկան դու չբժշկես, եթե անգամ իմ աղջկան դու վերցնես, ես քեզի պիտի փառավորեմ ու պիտի մեծարեմ եւ սատանա դու այդտեղ պապանձվես, փառավորվի Տիրոջ անունը, մի զորություն է իջել վրաս, մի ուրախություն աշխերիցս թափվում է, լացում եմ, ուրախացել եմ, չգիտեմ ինչ է կատարվում եւ մտել եմ, սաղ տեսնում ինչ է եղել քո հետ, ինչ պետք է լինի, պատկերացնում եք անգամ այնպիսի վիճակ է, որ ախպերս ասում էր թողնեմ ես կգնամ, ասի տոմսը ես եմ քեզի առնելու, բայց եկա տեսա ախպերս խաղաղ, ամեն բան խաղաղվել է, ոչ մի վտանգավոր, ոչ մի այդպես հակասող բան չկա, ու կինս որ զանգեց, միջև այդ զանգել էր, որ տես ինչ այրան հրրակ են ասում, դու չգիտեմ, Երևան հիվանդ են ասում, երեխի մոտ գերբ ես հիվանդություն, այդ ընդհանրեն ամեն զանգից մի վատ բան սպասում էի, ժողովուրդ ջան, բայց Տերը իր սերը, որ մեր վրա ունի, նա մեզի առաջ սիրեց, ոչ թե մենք իրան, նա մեզի սիրեց, անկախ մեր վիճակից, ոչ թե ես լավ էի, ոչ թե դու լավն ես, այլ ինքն է բարին, ինքը սիրո Աստված է, ինքը հավիտենական դարեր առաջ, դեռ ես ու դու չծնված նա մեզի գիտեր մեր անունով, դրա համար ասենք փառ Տիրոջ, եւ ես ապաշխարեցի առաջին անգամ այդ բառը լսեցի, հավիտենական դարեր առաջ, դեռ դու չծնված, քեզի գիտեի քո անունով, ուրախությունից ներսս պայթում է, այս ինչ Աստված է, որ ինձի հավիտենական դարեր մանավանդ լսել իր պապաս մամաս պատմել էին, որ ինձանից առաջ քուր եմ ունեցել, այդ քուրը եթե ասմա չմեռներ, դու չէիր ծնվի։ Բայց Աստված հավիտենական դարեր առաջ նախասահմանել էր, որ ես պիտի ծնվեմ եւ իմ անունը Արտուր լինի, եւ ինձ հավիտենական սիրով է սիրել եւ իր ողորմությունով իրան է քաշել։ Ու ես զարմացել եմ ասո սիրո վրա, սիրելիներ, ոչ թե ես լավ եմ, նայում եմ աշխարհում, այնքան լավ մարդիկ կան, անկեղծ եմ ասում, սա ոչ թե ձևական, այլ իրական, ես տեսել եմ մարդ, ասում եմ Տեր Աստված, ես ինչքան լավ մարդ ես մարդ։ Աստված ջան, ես մարդու միտքը փագ է, բայց իմ նման խեղճ ու տկար, թշվառի, բացել ես քեզի ճանաչեմ, որ քո սեր անսահման է, բայց ես մարդը քեզանից զուր կա, բայց ինձանից լավն է, անկեղծ լինենք, իմի ժողովուրդ ջան, եկել եմ, գործել չկա այդ պահին, ու ամիս մոտ 100-150 հազար, 200 հազարի չափի տեղ պետք է առնեմ, բայց տուն էլ պետք է պահվի, պարկել ենք մի կողմնա, ես չգիտեմ, ասո փառքի համար է վկայեցնել, որ դուք ասո սիրո վրա չկասկածեք, Տերը ում որ կսիրե, Եբրայեցիս մեջ 12-ում ասում է, անոր կխրատե, ասենք փառք Տիրոջ, ես այդ ժամանակ ավելի ճանաչեցի ասո սերը, դու այսօր կարող ես քո կյանքում խնդիրներ ունես, դժվարություն ունես, դռները փակվել է, չգիտեմ, առողջության խնդիր է, չգիտեմ, նույնական է, դա կապ չունի մեր Աստծո, նա քեզ հետ է, նա գիտի քո ցավը, նա գիտի քո ամեն մտել, նստել ու վեր կենալը, նա ամեն բան գիտի, նա երբեք մեզի չի թողել, մենակ թե մենք վստահենք, հուսանք ասում եւ Աստծո փառքը մեր կյանքում տեսնենք։ Ես միամիտ, ես Ռուսաստան որտեղում եմ, ինձ ընդհանրապես անկեղծ ասած դենես չեն արել, ոստիկանները ստուդիան ասեն բերնել դոկումենտը դե պաշտամունքի ընկնում, տարբեր եղել առանց պասպորտ մտել են մետրո, գնացել են 100 համարյա կիլոմետր գնում մետրոյով գնում են Չերտանով գալիս են, որ Մոսկվա ելա գիտի, հայք ախպերեք իմանա։ Այ մարդ, դե դուր միամիտ ասել, ապենի տերում պասպորտը ստեղում է, ցեթը քաշի սունգիս, ես պրոցետը, մեկ ես կոլոտ տեսա, 5000 անոց ռուբլով,
Ես է ծանեցի, որ համեցի, ասին է չա, ասի փողա։ Որտեղ է, ասի երկից։ Ոստ է երկից, հա, ես էլ եմ շոգի մեջ։ Այ կեզ բան, որտև աստված ինձի խոսք էր տվել։ Այնքան դժվարությունով են գնացել այդ տարին, տամոժնին չեր թողնում, այդ պարկերը միանից, այդպես չեր թողնում, միջև այնքան, որ մի գիշեր մնացի Բագրատաշել, տամոժնին նոր մի կերպ աղոթեցի աստված խոսած ինձ, ասես նեղությունով կգնաս, օրհնությունով հետ կդառնաս։ Ես այս հավատքը, այդ խոսքը չեմ այսպես մոռացել, սրտիս մեջ հնչում է, ես վստահում եմ Տիրոջ, որտեղ իմ Տիրոջ խոսքը այո եւ ամեն է, նա ասել է, նեղությունով կգնաս, բայց օրհնությունով հետ կգաս։ Ես էդի որ տեսա, անմիջապես էդի լսեց այդ նորից այդ ձայնը հնչում է, օրհնությունով հետ կգաս։ Այս աղբերս Տիրոջը ստեղեքը, ասում է որտեղ է, ասի երկնքից։ Ոստ է, լապետինը միշկում, աշուն 100,000 ռուբլի է։ Վերջապես, դու իսա աղջիկս ճամբարում, ծոմա պահել, աղոթել է, որ Տեր ջան, ասել է, ինչ կլինի, են հենց անես, որ մենք տոկոսներից պրծնենք։ Դեր համար ծոմ էր պահել աղջիկս։ Ես զանգեցի տունը, հիմի հարցը փողը չէ, ժողովուրդ, հարցը, որ աստված, ինչ որ ասում է, այո եւ ամեն է, նրա սերը չի փոխվում քո նկատմամբ, անկախ թե ինչքան թերի ես, պակաս ես, 103 Սաղմոսում ասում է, գիտե աստված, գիտե մարդու կազմվածքը, գիտե որ հող է, ինքը գիտի եւ ինքը ասում է, աստված մեր մեղքերի համար մեզի չի հատուցանել, այլ ինչպես հայրը գտա որդուն, այնպես էլ աստված գտա իրեն սիրողներին, վախեցողներին, ասենք Տիրոջ, նա իմ ու քո հայրն է, սիրելիներ, այդ հորը պաշտել, երկրպագել, սա իրական պիտի լինի իմ պահանջը, ոնց պահանջ ունեմ ջրի, ոնց պահանջ ունեմ հացի, օդի, պետք է լինի իմ պահանջը Աստծուն փառավորելու, իրապես աղբերս որ ասեց, Աստված մեր փառքի կարիքը չի զգում, ինքը այո, չի զգում, ինքը փառավոր է, ես կարիք ունեմ նրան փառավորելու, ես կարիք ունեմ նրան պաշտելու, որտեղ առանց իրան կյանքը սուտ է, միակ ճանապարհը ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է, երբ որ այդ փողը ուղարկեցի, կինս էլ հուզվեց, այդպես զանգել եմ ես եղբայրներին, որտեղից եսի, անցավ ընդամենը մեկ շաբաթ, ժողովուրդ ջան, ևս մի 100,000 սունկիցս փող դուրսեք, հիմի ես բազան, տարբեր մարդիկ կան, այդ բազանը սաղ ջանը 15 տարետեղ ապրել են, ընձի սաղ հավատացյալ են դիտ, այգել են ասում են սունկետ կաղված աղպես, դարդեն սաղ գիտեն, այդ շուկուրա կան, ասետի սունկիս չէ, աղպես, նորությունը, կարան ծախեն սունկեն, այս ամենը կլինի խապեկայություն դա, զորությունը ասի աստծուց է, աղբերս, ոչ թե սունկից է, հիմի ժողովուրդ ջան, ինչ է սրանով, ինչի եմ սա վկայում, որ մենք այսօր ճանաչենք մեր Աստծո սերը, նա սիրում է քեզի, սիրելի հոգի, դու մի մտածիր, որ քեզի ինքը անտեսել է, քեզի չի լսում, այլ նա քեզի սիրում է, դրա համար Եսայի մեջ ասում է, բայց դու իմ հոգիս սիրեցիր ու ապականության գուբեր փրկեցիր, իմ հոգին սիրեցիր, ապականության գուբեր փրկեցի, այսօր ճանաչենք Աստծո սերը, երբ որ մենք սկսենք Աստծո սերը ճանաչենք, մենք երբեք ու երբեք այդ սիրուց չենք հրաժարվի, դրա համար Տերը օգնի, որ այսօր վստահենք մեր Աստծուն, ապավինենք մեր Աստծուն, Տերը թող օրհնի ժողովուրդ ջան, այս ամենը ինչ որ վկայեցինք, սա ընդամենը Աստծո սիրո արտահայտություն է մեր նկատմամբ, ընդամենը Աստծո սիրո արտահայտությունը, ճանաչեք Աստծո սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, սիրելիներ, այսօր քեզ ինչպիսի գիտություն, գաղափար կունենաս, եթե քեզի կասի, էսես չենեցա, էսի հնարավոր չէ, հավատացեք, ասում եմ, այգել է մարդ, հետը խոսացել եմ, ասել է, այ աղբեր ախրին հոգսը, իմ պրոբլեմը, դու չգիտես,
Ցավը տանեմ ասում եմ, դու մենք տեղով պրոբլեմ ենք, դու մենք որ ծնվել ենք հոգսեր ենք պրոբլեմ ենք, բայց մեր պրոբլեմները հոգսերը լուծողը Աստված, մարդ չէ, Աստված է երկինք ու երկիր ստեղծող, տերերի տերն ու թագավորների թագավորն է, այս ամենի հեղինակը ինքն է, իմ ողնուծուցը ինքը լավ գիտի, իմ երակներորվի, ամեն։ Այսօրվա բոլոր խրատների համար Տերը մեր բոլորի գործերը գիտի եղբայրները, թե չգիտի։ Ինքը հայտնության գրքից եղբայրն ասեց մի համարի մասին, որ ասում է գիտեմ քո գործերը չէ եւ որտեղից ընկա, բայց ինչ արա վերականգնվի։ Մեր բոլորի գործերը սիրելի եղբայրներ Տերը գիտի ամեն բանը, առանց իր գիտության մենք ոչի բան չենք կարող անել։ Այսօր որ մենք սրտանչված ենք, սա էլ է Տիրոջ նախասահմանության մեջ եղել է, Տիրոջ ծրագրերի մեջ եղել է։ Եվ մենք ամեն մեկս որ կանչված ենք, պիտի հասկանանք, որ մենք ում համար ենք կանչված, սիրելի եղբայրներ, ում գործն են գործում, ինչ եք կարծում։ Այսօր եղբայրները որ խոսում են այս հաղթակից, Իթե իրանց մասին են խոսում, իրանց գործեր չէ, Տիրոջ գործն են գործում, խոսում։ Եվ Տերը ասում է, որ իմացի, որ դու այդ գործը ինչ անում ես, ում համար ես անում։ Տեսեք ինչ է գրված երկրորդ մնացորդաց 19-րդ գլխի մեջ, սա Հուդայի Հովսափատ թագավորի մասին է, երբ որ ինքը ավարտել է պատերազմներից, եկել էր ինքը քաղաքներ կառուցեց եւ բնակվում էր Հովսափատը Երուսաղեմում եւ դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ Բերսաբեից մինչեւ Եփրեմ Սարը եւ նրանց դարձրեց իրենց հայրերի Տեր Աստծուն։ Հովսափատի սրտի մեջ դրվել էր, որ ժողովրդին դարձնի Տեր Աստծուն։ Այսօր այդ ծրագիրը իմ եւ քո համար Աստված դրել է, ճիշտ է, մենք ինուխտում չենք ապրում։ Առավել եւս որ մենք նոր կտակարանի հետնորդներն ենք սիրելի եղբայրներ, չէ, Հիսուս ասեց աշակերտներին, գնացեք, քարոզեցեք, ինչ ասեք իրանց, ինչ ասեք, երկնքի արքայություն ինչ արել, մոտեցել է, ձեր մեջ է երկնքի արքայություն, այսինքն այսօր Տերը Տիրոջ նպատակը նա է, որ մենք արտանանք, որ մենք հասկանանք, մենք ում համար ենք գործում սիրելի եղբայրներ, եւ այսպես է գրված շարունակության մեջ 6-րդ համարում 19 գլուխ 6 համարից այսպես է գրված. Եվ դատավորներին ասեց, տեսեք, թե դուք ինչ եք անում, որովհետև դուք մարդի համար չեք տեսնում դատաստան, այլ Տիրոջ համար։ Այսօր Աստծո խոսքը ասում է, ով մարդ, ով քույրիկ, ով եղբայր, տես ինչ ես անում, ում համար ես ապրում, չէ։ Ում համար ես ապրում, ինչ ես անում, քո ողորմությունները, քո ձեռքի գործերը, ում համար ես անում, այս հարցը ինձ ու քեզ էլ վերաբերված է, ինչի համար։ Նա ձեզ հետ դատաստանի է գործում, ուրեմն Տերոջ վախը ձեր վրա լինի, զգուշությամբ գործեցեք, որովհետև մեր Տեր Աստծո մոտ անիրավություն, աչարություն եւ կաշառք առնեն չկա։ Ահա թե ինչու՞ն է կայանում մեր այսօրվա որպես ավետարանի հավատքի քրիստոնյաներ են կոչվում սիրելի եղբայրներ, որ մենք հասկանանք, որ մենք ինչ անում ենք, մարդու համար չենք անում եղբայրներ։ Մենք հապա Տիրոջ համար ենք անում սիրելի եղբայրներ, Տիրոջ համար ենք անում։ Եվ Տերը օրհնյալ ամեն բանի մեջ, որ մեզ ժամանակ առ ժամանակ խրատներ է տալիս սիրելի եղբայրներ։ Կարող է մարդն ասի, սա այսօր դե եղբայրներ եկել են, չէ եղբայրներ կուր, ես հավատում եմ, որ մեր կյանքի մեջ պատահականություն չկա, այս թեմաների մասին, որ եղբայրները խոսեցին, որ մեր գործերը Տիրոջ առջև քննվում է եղբայրներ կուրել։ Շատ համարներ կա Սուրբ Գրքի մեջ, որտեղ են նայում է մեր բոլորի գործերի մասին, հիշում եք չէ, Մատթեոս գրքի մեջ կա գրված այդ մասին, ասում եք, որ այգուտերը գա ինչ կանի, ինչ անելու այգուտերը գա, հիմա այգուտերը մեզ հանձնել է եղբայրներ կուրել, իր տան գործն հանձնել, քույրիկը ծերը, ինքը աղոթողի բերում է, չէ, երիտասարդները զբաղվում են երիտասարդականով, մանուկներով են զբաղվում, երգով են զբաղվում եղբայրներ կուրել, բայց եթե մենք այդ գործը ինչպես անենք, այն տնտեսների պես անենք, որ մոռացել են, որ իրանց Տերը գալու է, ինչ անելու, կվերցնի մեր վրա եւ ուրիշներին կտա։
Բայց ինչի, եղբայրներ քուրեր, մենք կանչված ենք ինչի համար, որ մեր գործը վերցրի Տեր ուրիշներին դա չքավեցի։ Տերը օրհնյալ է, ամեն բանի մեջ մենք պատահական մարդիկ չենք, որ մեզ ավետարանը քարոզվել է եղբայրներ քուրեր։ Մեզանից ամեն մեկը Տիրոջ նախասահմանության մեջ է վրա, փառք Տիրոջ այսօրվա ուրախության համար, այսօրվա խրատների համար, սիրելի եկեղեցի, իմ քննարկն է, որ մենք այստեղից գնանք, մենք մտածենք այս խոսքերի վրա։ Ուրեմն Տերոջ վախը ձեր վրա լինի, զգուշության գործեցեք, զգուշությամբ արեք, քույր եղբայրներ, աղոթեցեք, կարդացեք, ծառայեցեք, բարի գործերով զբաղվեք, բայց Տիրոջ տունը մի մոռացեք, Տիրոջ գործը մի մոռացեք, որովհետև Տերը քեզ ընտրել է հատուկ դրա համար, ինչպես Հոսապատը դատավորներ դրեց եւ նրանց զգուշացրեց։ Տեսեք, դուք մարդու դատը չեք անում, ում դատ եք անում։ Այսօր մենք մարդու համար չենք կարոզում, մարդու մասին չէ, մենք մի կենդանի Աստծո մասին ենք, դրա որդու Հիսուսի մասին ենք խոսում։ Եվ դատավորներ դրավ երկրում Հուդայի բոլոր պարսպավոր քաղաքներում եւ ամեն մեկ քաղաքի մեջ եւ դատավորներին ասեց. տեսեք, թե դուք ինչ եք անում, որովհետեւ դուք մարդի համար չեք տեսնում դատաստան, այլ Տերոջ համար։ Սա մեզ է չէ վերաբերում, ասենք որ մեզ էլ է վերաբերում, որ Աստված ասում է ով մարդ, ով պերճ, ով քույրիկ, ջանանայ ջան, իմացի որ դու ում համար ես, մարդու համար չես, ապա մենք Տիրոջ համար ենք սիրում եղբայրներ, նրա համար ենք, որովհետև մենք Տիրոջ տունն ենք, եղբայրները ասեցին, իսկ ինչ է նշանակում Տիրոջ, եթե մենք Տիրոջ տունն ենք, բա ով է տանտերը եղբայրներ, Իսուսն է տանտերը եղբայրներ, եւ մենք դրա զավակներ ենք, քո Տիրոջ անունը բարավորվի ամեն։ Եկեք ամեն ոտքի շնորհակալություն հայտնենք Աստծո համար,